Ոչ մի նվազում չկա, ոչ մի նվազում չկա, ինքը այդ հանձնարարությունը, որ տվել էր, որ պիտի խմբեր ձևավորվի, այս վերջերս ես Բորիս Մուրազիից լսեցի, որ ասաց, որ կառավարությունում արդեն այդ հանդիպումը տեղի ունեցել, առաջին այդ նախաձեռնող իրանց այդ խմբի արդեն հանձնարարությունները տվել է, գաղտնի են պահում կազմը, թե ովքեր են ընդգրկված այս դավաճանական խմբի, չնայած ընդ գաղտնի պահեն չպահեն ամեն ինչ պարզ է, աղանդավորները պիտի լինեն, մի քանի այդ քպեական են, մի հատ Գեղարքունիքի մարզից մի հատ բանը կա են, որ երեխան դրել է սմայլիկ, հիմա որ նայում ես հայացքից, նո ասենք չի կարելի դες մարդկանց վերաբերյալ բան ասել, դրանք կամ դες մարդիկ միշտ կարեկցանքի արժանի են էլի, չի կարելի ասենք դա համար բան չեմ ասում, մի խոսքով նա որ իր երեխան դրել է սմայլիկ, որը ի դեպ կարծեմ բանը թուղթ ունեցել բանակից ազատվելու համար հոգեկան շեղումների կապված, բայց պատերազմի ժամանակ ջոկատա ստեղծե։ Ուրեմն սա ասում ենք էլ է պատրաստ ընդգրկվի այդ խմբի կազմում ու այդ իր խումբը ստեղծել է ու մտադիր են այդ գրոհ իրականացնեն եկեղեցու վրա, իհարկե եկեղեցու արձագանքը առայժմ չափազանց զուսպ է, հավասարակշռված եւ ըստ էության եկեղեցական կարգերին, կանոններին համապատասխան, որ նրանք չեն տրվում արտաքին այդ միջամտություններին, եկեղեցին կառավարվում է, եկեղեցու ներքին հարաբերությունները կարգավորվում է ներքին կանոններով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արգելում է իշխանության մարմինների որևէ ներկայացուցչական մասնակցությունը կրոնական կազմակերպություններին, նույնիսկ արգելվում է, մենք 91 թվականին Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենք ունենք, որը մինչև հիմա ուժի մեջ է, Ոշումա խղճի դավանանքի եւ կրոնական ազատությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենք, որը արգելում է պետական իշխանության մարմիններին միջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությանը, ընդգրկված լինել նրանց կառավարման մարմիններում, որևէ ձևով ազդել նրանց գործունեությանը։ Քրեական օրենսգիրքը արգելում է հանցանքի տեսակա սահմանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը միջամտելը, ծեսերը խոչընդոտելը, կրոնական կազմակերպությունների որոշումների կայացմանը միջամտելը, դրանք համարվում են հանցանքի տեսակ։ Այդ հանցանքը ավելի խիստ պատժաչափերասահմանում, եթե դա իրականացվում է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով։ Իսկ հայաստանյաց առաքելական եկեղեցու դեպքում հակառակն է, ոչ միայն արգելվում է պետության միջամտություն, այլ հակառակը պետությունը արտոնություններ է սահմանում հենց հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, դրա համար էլ 2007 թվականին ընդունված օրենք կա Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին, որով ընդամենը սահմանվում են արտոնություններ միայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու համար, հաշվի առնելով Սահմանադրության 18-րդ հոդվածի կարգավորումները, որով Սահմանադրությամբ մեր պետությունը գնահատել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության, ավանդույթների, մշակույթի, լեզվի պահպանության գործում եւ այլն։ Այնց որ իր այս ամբողջ արշավը դա բացի բարոյական տեսանկյունից անթույլատրել լինելուց նաև իրավական իմաստով հանցագործություն է, դա սահմանադրական կարգի տապալման ակնհայտ քրեական ենթադրյալ հանցագործություն է, որովհետև մեր պետությունը սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է եւ որևէ ձևով չի կարող պետական մարմինների միջամտություն լինի կրոնական կազմակերպության գործունեությանը։ Սա իշխանության չարաշահում է եւ այդ ամեն ինչը արվում է, այսինքն խախտված են Հայաստանի սահմանադրությունը, խախտված են Հայաստանի մի շարք օրենքներ, միայն ու միայն մի բանի համար, ինչա թե վեհապար հայրապետը մայիսի 28-ին Շվեյցարիայում ելույթ է ունեցել եւ խոսել է Արցախյան պատերազմի մասին, դա որակելով որպես Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն, Թուրքիայի աջակցություն այդ ռազմական հանցագործությանը, Արցախահայության ցեղասպանություն, բռնի տեղահանություն, նրանց վերադարձի իրավունք, խոսել է ռազմագերիների մասին, խոսել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող
քրիստոնեական դա համամարտկային նշանակություն ունեցող քրիստոնեական հուշարձանների նկատմամբ բարբարոսությունների մասին եւ անմիջապես դրանից հետո մայիսի 28-ին ա եղել վեհապարի ելույթը մայիսի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը արդեն սկսեց այդ իր գրեհ կաբանությունը եկեղեցու հասցեին ամսի 30-ից էլ մարդու կնիկ սկսեցին իրաց գրառումներով արդեն հարցակվել ուտեն շարունակական հետո վեհապարի հետ կապված անձնական խնդիրներ վեհապարը զավակ ունի այ ախմախ վեհապս բոլորս է վեհապարի զավակներն ենք բայց վեհապարի առանձնահատկությունն է որ ամբողջ հայ ամբողջ իր եկեղեցու նվիրալները համարում են վեհապարի զավակներ դու մեկին գիտես այա մեկը չի այ շատ են դու կնա քո էլացի տերը կանգնի դրանց հերերը կան ամեն մեկին իրանը տանի կարողա պարզվի կուսակրոնը դու ես դու աշխարհքու դարդն ա քաշում դու ընկել ես խախի զավակներին ես մանգալի երբ որ Էդ էլ մի հատ ուրիշ օրենքի խախտում է, անհատական տվյալ սահմանադրությամբ արգելում է մարդուն հետապնդելը, մարդու մասին տեղեկություններ հավաքելը, անօրինական տեղեկություններ հավաքելը, անհատական տեղեկությունները, դրանք օրենքով պաշտպանված են։ Մարդը անկախ դրանից ինքը հոգևորական է, գիտնական է, սպորտսմեն է, լրագրող է, չգիտեմ, գործարար է, ուսուցիչ է, բժիշկ է, անկախ իր առաքելությունից, կոչումից, մասնագիտությունից անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքով պաշտպանված է։ Վահագ Ալեքսանյանը, որ չգիտի իր հերնով, անգե մանա գալիթ ասում է վեհապարա երեխան։ Այ բալա, դու հələ մի հատ գնա, դու մի հատ ընտանիք կազմի երեխա ունեցի, տեսախ երեխաներ ունենալը ինչ բան է։ Ընկած կուսակրոնություն ես ստուգում, ով գիտի քանի հոգու կուսակրոնություն է ստուգե բանակում են վիճակում։ Ինչ իմանաս ինչ այլ է։ Ինչ իմանաս, ասում են։ Հիմա այնքան մարդ կա, ես էլ եմ իմ մոտ էջում նկար դրել, ասում են Նիկոլ Փաշինյանը էլ չի բետ տղանը։ Դե գնա, ապացուցի որ չէ։ Այդ որում ժամանակակից գիտությունը այդ հնարավորությունը տալիս է։ Ալիևին խնդրի, Էլչիբեի հիմա Ստամբուլում էր մեռը, բայց Բաքվում է թաղված։ Այդ շահիդների պուրակում է դրա գերեզմանը։ Թու այդան մի հատ արտաշիրիմում անեն, հանեն այդ իր այդ ոսկորներից բանից անալիզները վերցեն, գան Նիկոլի ոսկորներից է վերցեն, տանեն իրար հետ համադրեն, տեսնեն, այդ իր հերնա, թե իր որտեվ նկարը նայում ես, այնքան մարդ իր հորը տես նման չի։ Հələ մի հատ տեսեք, ասենք, մինչև հիմա մեզ ասել են, որ ով է, Վովան։ Իր միջերոց դրանց տան միակ նորմալ մարդն էր, ով որ մի դրան։ Վովայի նկարը հետը նկարվել է, նմանություն կա, բացարձակապես ոչ մի կապ չու, Էլչիբեի նկար դնում ես կողքը, մեկին մեկ, Էլչիբեին է եթե նա ծնվել է հունիսի 1-ին, նշանակում այն ինչ որ եղել է 74 թվականի սեպտեմբերին, 74 թվականի սեպտեմբերին Էլչիբեին եղել ազատության մեջ, 75 թվին էլ արդեն բանտում է եղել, չի կարած է գա իր էլացին տիրություն անի, ասեցիք, հիմա, կասկածա, գնացեք ոսկորները հանեք, բերեք, թույքն էլ էթա տեղում հենց, բայց չէ, պիտի մի քիչ հավաստի լաբորատորիա, ադրբեջանական լաբորատորիաները ես չեմ վստահ։ Մի խոսքով, վերցեն էթան Չեխիա, էթա Էլչիբեի ոսկորները վերցին, Մայրաբիկինը վերցեն, էթան Չեխիա, ասեն, բալես, եկել ենք, քոնն է դու։ Բայց այդ ժամանակ պիտի պատգամավորներից էլ մարդ է